Բարի սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, մենք սկսում ենք աշխատանքային շաբաթը շատ բարձր տրամադրությամբ։ Այո, այսօր երկուշաբթի է, գարուն է, արև է դրսում եւ բնականաբար արդեն գարունը իր շքեղությամբ կարողացել է բոլորից ջերմացնել, գնալով եղանակներն էլ ավելի են տաքանալու եւ կամած գնում ենք դեպի ամառ, ինչպես ասում են։ Այսօր էլ տաղավարից էլի գարնան ժպիտներ, որ տրամադրությամբ աշխատում են Սոնա Սաֆարյանը, Սուրեն Արոստամյանը եւ իհարկե հրաշալի մեր մեծ թիմը, որը այս առավոտ, այս երկուշաբթի էլ պատրաստ է լավ տրամադրություն նվիրել ձեզ։ Այո, եւ շատ լավ նշեցիր, որովհետեւ կարծում եմ բարձր տրամադրության առաջին գրավականը հենց եղանակն է, քանի որ երբ առավոտյան արթնանում ես, էլ մութ, սև, ցուրտ չի, արդեն տրամադրում է, որպեսզի ժպտաս եւ աշխատանքի շտապես, մինչեւ այս այդքան էլ այդպես չէր։ Այնպես որ հարմար տեղավորվեք էկրանների առջև, որովհետեւ այսօր շատ հետաքրքիր է լինելու եւ մենք գնում ենք օրվա խորհրդով, նշելով նաեւ, որ այսօր մարտի 10-ն է արդեն, երկուշաբթի է օրը եւ թերթելով պատմության էջերը 1935 թվականի մարտի 10-ին Տրիպոլիում ծնվել է հայ հոգևոր, երգիչ, մանկավարժ, շարականագետ, ծիսագետ, բանասեր, գրափարի մասնագետ Խորեն Հարությունի Պալյանը։ 46 թվականին Պալյանների ընտանիքը հայրենադարձել է Հայաստան, ավարտել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանը։ 1955 թվականի դեկտեմբերին Մայր տաճարում ձեռնադրվել է սարկավագ եւ 1961 թվականին Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսի ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1962 թվականին Օշականում պաշտպանել է եւ վարդապետական ավարտաճառ եւ ստացել է վարդապետական 4 աստիճաններ։ Սուրբ Էջմիածնում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ։ 1965 թվականին թողել է հոգևոր ասպարեզ եւ ամուսնացել ու հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի հետ։ 1965-ից 68 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, եղել է հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս, դասավանդել է լեզվի պատմություն եւ գրաբար 1995-ից 2005 թվականներին Աստվածաբանության ֆակուլտետում ծիսագիտություն վարքաբանություն 15 տարի ղեկավարել է Երևանի Պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայ տոհմիկ երգչախումբը։ Խորեն Պալյանը համահեղինակ է դասական գրափարի Հատնտիր գրքի։ 2005 թվականին լույս է տեսել հեղինակային ժամագրություն Հայաստանյան եկեղեցու ուսումնական ձեռնարկը։ Պալյանի աճյունը ամփոփված է Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը։ Եվ շարժվելով առաջ 1936 թվականի այս օրը Թավրիզում ծնվել է Արմեն Հովանիսյանը։ Ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուրնալիստիկայի բաժինը։ Աշխատել է Ավանգարդ թերթում, Հայաստանի հեռուստա ռադիո պետկոմում, հիմնել է Ծիածան ռադիոկայանը, ղեկավարել է ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության երաժշտական բաժինը։ Աշխատել է գրահրատարակչության ոլորտում։ Ծանրակշիռ է նրա վաստակը գեղարվեստական թարգմանության ասպարեզում։ 1980-ականներից հայ ընթերցողը շնորհիվ Արմեն Հովանիսյանի ծանոթացել է ռուս գեղարվեստական արձակի ընտիր նմուշներին, ընդհանուր հաշվով մոտ 8000 էջ թարգմանական գրականություն։ Ալեքսանդր Պուշկին, Ֆյոդոր Դոստոևսկի, Անտոն Չեխով, Ալեքսանդր Կուպրին, Միխայել Բուլգակով, Ալեքսանդր Սոլժենիցին, Վասիլի Շուկշին եւ այլն։ Երկու տասնյակից ավելի հեղինակների թարգմանել է Արմեն Հովանիսյանը։ Դե կարծում եմ, որ այս բոլոր հեղինակներին վաղուց արդեն ծանոթ եք, նաև հենց թարգմանչի շնորհիվ հայերեն տարբերակով, այնպես որ հիանալի է։ Այո, թարգմանությունները իսկապես շատ կարևոր են, որովհետև դրանք եւ կարող են իդեալական եւ ուղիղ թարգմանել եւ ամբողջ միտքը եւ ուղերձը ստեղծագործության փոխանցել եւ կարող են փչացնել, այնպես որ լավ թարգմանիչների մասին միշտ պետք է խոսել եւ անդրադառնալ։ Եվ հիմա էլ կանդրադառնանք իհարկե մեր երթևեկությանը, որովհետև շաբաթը նոր է սկսվել եւ հասկանանք Երևանում ինչպիսի վիճակ է այս պայդրությամբ։ Սոնական վթարներ արդեն ցավոք սրտի երկուշաբթին այո վթարներով է սկսվել, այստեղ աշտարակի խճուղի վրա կա արդեն 1 վթար, 2 վթար նույնիսկ եւ այդ գծի վրա արդեն կա լուրջ խցանում հենց կապված վթարների հետ եւ երրորդ վթարը եթե ճիշտ նկատեցի մի փոքր ավելի քաղաքի ներքևի հատվածում էր կորավ խնդրեմ սա իհարկե Իսակով պողոտայի վրա երրորդ վթարն է որտեղ նորից վթարի հետևանքով արդեն կա կուտակված խցան։ Գիտես ինչ մտածեցի որ անենք ու կորեր վթարներ չլինեն։ Բայց ցավոք սրտի նաև խցանված է մայրաքաղաքը, Աթենքի փողոցն է այս պայդրությամբ խցանված, Կիևյան կամուրջը երկկողմանի խցանված է, ներողություն, այո, Կիևյան կամուրջը ճիշտ եմ ասում, հետո Օրբելի եղբայրներ փողոցն է խցանված է դեպի Բաղրամյան գնացող Կոմիտասի պողոտա, երկկողմանի խցանված է, Վաղարշյան, Վարան Փափազյան փողոցները
խիտ խցանված են այս պահի դրությամբ, մի խոսքով Արաբկիրի շրջանը լուրջ խցանումների մեջ է, խցանումներ կան Սարալանջ, Խորենացի, Տերյան, Աբովյան փողոցներում, այնպես որ այստեղ արժի շրջանցել, եթե հնարավոր է, իհարկե, բայց կարծում եմ, որ հնարավոր չի։ Եվ փոքր կենտրոնը էլի փոքր փողոցները լի են խցանումներով, այստեղ տեսնում ենք նաև մասիվի հատվածում տեղ-տեղ են խցանումները փոքրիկ եւ բնականաբար Ռուբինյանց փողոցում էլ կա խցանում, Սարալանջը արդեն նշեցինք։ Մի խոսքով, մայրաքաղաքը այս պահի դրությամբ տիպիկ հատուկ շրջանի մեջ է գտնվում փոքրիկ խցանումներով եւ մի քանի վթարներով։ Ցավոք սրտի փորձենք չշտապել, հանգիստ գնալ մեր աշխատանքի վայր, որովհետեւ միևնույն է հասնելու եք այնտեղ, որտեղ որ պիտի գնաք։ Այո, ես կարծում եմ շաբաթը նոր է սկսել եւ կարելի է շատ զգույշ լինել ամեն դեպքում, քանի որ օրերը տաքացել են եւ վստահ եմ շատ մարդիկ արդեն մեքենաներով դուրս կգան տներից, պետք է ավելի ուշադիր եւ զգոն լինել հատկապես առավոտյան ժամերին։ Ուշադրությունը սևեռված է այս պահին խոհանոց, որովհետև այնտեղ մեր հրաշագործ Ադրինեն այսօր նորից մեզ համար պատրաստելու է հիանալի ուտեստ։ Բարի լույս Ադրինեն։ Բարի լույս։ Բարի լույս սիրելիներս, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս անպայման պատրաստ եք համեղ սուրճ, համեղ նախաճաշ, միացեք մեզ եւ իհարկե ես պետք է ասեմ օրվա բաղադրատոմսը։ Սիրելիներս այսօր կպատրաստենք համեղ լազանիա։ Ահա ունեմ առայժմ սեղանին դրված է 2 բաղադրիչ, լազանյան այսօր կպատրաստենք ուրեմն աղացած մսով, որը շատ համեղ եւ յուրահատուկ է դարձնում ընդհանրապես այս ուտեստը, եւ իհարկե հավելումները կանենք անպայման, այստեղ պետք է օգտագործենք տոմատի մածուկ, համեմունքներ, առատորեն այսպես համեմելու ենք այս համեղ ուտեստը եւ իհարկե վերջում այս ամենը պատելու ենք պանրով եւ տեղափոխելու ենք ջեռոց։ Այստեղ պանիր էլ պետք է օգտագործենք, թթվասեր էլ պետք է օգտագործենք։ Այսպես ընթացիկ ես ամեն բան մանրամասնորեն կներկայացնեմ ձեզ։ Հիմա ամենաառաջին հերթին պետք է խաշենք լազանյան։ Լազանյան գիտեք էլի շատ այսպես հայտնի ուտեստ է, ամբողջ աշխարհում շատ հայտնի ուտեստ է, շատ համեղ է, յուրահատուկ։ Այն պատրաստվում է մի քանի եղանակներով, տարբեր բաղադրատոմսեր ունի, կա բեշամել սոուսով, կա բոլորիս հայտնի պավլոցկի տարբերակով, որը այսօր ես կփորձեմ ներկայացնել ձեզ, այնպես որ անցանք առաջ, հիմա առաջին հերթին խաշենք այս գեղեցիկ, սա էլի սպագեցի, էլի պաստայի բաղադրիչներով պատրաստած, այսինքն բաղադրություն է, հենց պաստայի բաղադրություն է, պարզապես իր տեսակը մի փոքր տարբեր է, տարբերվում է սպագետիից, մակարոնից, իր ձևով ընդամենը, բայց բաղադրությունը նույնն է։ Ահա, անցանք առաջ։ Ես մոտեցնեմ կաթսան եւ իհարկե ամենաառաջին հերթին պետք է խաշենք մեր լազանյան։ Լազանիա խաշելուց հետո պետք է ջրից հանենք եւ թողնենք մի փոքր սրբիչի վրա այն ջրքամվի։ Այս այլ է կարևոր, որ պատրաստելիս շատ հյութեղ ու թաց վիճակում չլինի լազանյան։ Ահա, այսպես։ Ես հերթականությամբ ուղարկեմ այն ջրի մեջ։ Ընդհանրապես խաշելիս սիրելիներս աշխատեք այսպիսի լայն կաթսայի մեջ խաշեք այն, որպեսզի ավելի այսպես չվնասենք լազանյան, սակայն եթե կաթսան փոքր է, միևնույն է սպագետիի նման կարող ենք լցնել կաթսայի մեջ, այն շատ արագ կփափկի, կտարածվի, սակայն այս տարբերակով շատ ավելի հարմար է։ Իհարկե խաշվելիս պետք է ավելացնենք նաև աղ, ես հենց հիմա դա կանեմ։ Յուղ պետք չէ ավելացնել, սիրելիներս, յուղ պետք չէ ավելացնել, միայն աղ։ Այսպես, ես իմ աշխատանքը այս փուլում ավարտեցի, դուք մնացեք մեզ հետ, դադար մեր եթերում, կհանդիպենք։
Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ կամաց քայլելով առաջ, այսօր երկուշաբթի է, բայց միևնույն է կապ չունի, նույնիսկ երկուշաբթի երեկոն կարելի է անցկացնել ընկերների եւ հարազատների շրջապատում, կազմակերպելով մի շատ գեղեցիկ տոն, որովհետեւ շարունակվում է մեկամսյակը եւ բնականաբար յուրաքանչյուր երեկոն կարելի է տոնի վերածել գեղեցիկ սեռի համար եւ չմոռանաք տոնի ամենակարևոր խմիչքի գինու մասին, որը ձեզ սիրով նվիրում է Իջևանի գինու գործարանը, հրաշալի տեսականին ներկայացնելով եւ տոնը դարձնելով առավել հետաքրքիր։ Այո, եւ գինու հետ իհարկե չենք մոռանում պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաեւ անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Արևն արդեն իսկ փայլում է բոլորիս համար եւ հենց արևից էլ պիտի ստանալ այն էներգիան, որը շատ կենսարար է յուրաքանչյուրիս ընտանիքում։ Արևային էներգիա Solar Center-ի կողմից, որն առաջարկում է արևային համակարգեր տեղադրել եւ բնականաբար ստանալ հենց այն կարևոր ուժը եւ լույսը, որը տալիս է մեզ արևը, չմոռանալով, որ 0% կանխավճար է, 0% տոկոսադրույք, իսկ ցանկության դեպքում 3 ամիսը վճարում է հենց Solar Center-ը 8106։ Կարճ համարով զանգահարեք, մինչեւ հաղորդման ավարտը ստացեք հավելյալ 5% զեղչ եւ յուրաքանչյուր օրվան համապատասխան գեղեցիկ խաղարկություն կա, որին կարծում եմ, որ յուրաքանչյուրը կարող է մասնակցել։ Այո, իսկ բրազիլական Tramontina ընկերությունը, որը հասանելի է ամբողջ աշխարհում եւ իր բարձր որակի համար շատ լավ դիրքերում է, հասանելի է նաեւ հայ սպառողի համար։ Tramontina-ի ամբողջ ապրանքատեսականին, որը կերակուր պատրաստելը շատ հաճելի եւ հարմարավետ է դարձնում, կարող եք ձեռք բերել քաղաքի լավագույն սուպերմարկետներից։ Եվ ինչպես ես սիրում եմ նշել, այն համեղությունները, որը պատրաստում է մեր Ադրինեն, մեր ոչ թե սուպերմարկետում, այլ սուպեր տաղավարում է, որտեղ իհարկե թագավորում է հենց ինքը Ադրինը։ Այո, իր սուպեր խոհանոցում։ Շնորհակալություն սիրելիներս, շատ ճիշտ են գործընկերներս, մեր խոհանոցը շատ սուպեր է, որովհետև մեր սուպեր գործընկերների շնորհիվ նաև այն դառնում է շատ գեղեցիկ, շատ հարուստ եւ համեղ, եւ իհարկե եւս մեկ անգամ կնշեմ, որ դուք էլ ձեր սուպեր խոհանոցներում պատրաստեք համեղ նախաճաշ եւ մնացեք մեզ հետ։ Մենք այսօր պատրաստում ենք լազանյա ամենապարզ, հասարակ եւ ամենածանոթ բաղադրիչներով, այն պավլոցկի տարբերակով, այսինքն աղացած մսով, ես այստեղ սունկ եմ ավելացնելու, տոմատի մածուկ եւ այն շատ համեղ խճողակը, որ հիմա կսկսենք պատրաստել, ուրեմն շարքով հերթականությամբ կդասավորենք մեր լազանյայի շերտերի վրա, այնտեղ կտեղադրենք թթվասեր, պանիր եւ կտեղափոխենք ջեռոց։ Ինչպես ներկայացրեցի քիչ առաջ մենք հենց լազանյաները դրել ենք ջրի մեջ, եռացող ջրի մեջ, այնտեղ աղ եմ ավելացրել, որպեսզի խաշվի։ Հիմա տեսնենք, թե ինչ վիճակում են եւ իհարկե անցնենք առաջ, պատրաստենք մեր խճողակը։ Ահա, տեսեք սիրելիներս, այսպիսի տեսք են նրանք կամած ստանում, այսինքն խաշվում են, փափկում են եւ այսպես զգուշությամբ նրանց պետք է հետևելով այնպես անենք, որ չափից դուրս էլ պետք չի, որ խաշվի, որովհետև պետք է դեռ տեղափոխենք ջեռոց։ Սակայն ես հիմա կտեղափոխեմ իմ կաթսան, որպեսզի կարողանանք միսն էլ պատրաստել այս հատվածում, ահա, այսպես, կրակի տակ կվառեմ, ահա, կարծես թե վառվեց, հա, չեմ վառել, այստեղ այսպես, հիմա կբերեմ մեր թավան և մենք միսը կպատրաստենք։ Ամենահարմարավետ և ամենախորը թավան, այս իր չափերի համեմատ ահավոր թեթև, չեմ կարող ներկայացնել որքան թեթև է այն և հարմարավետ, և այսպես անցանք առաջ։ Ես կօգտագործեմ աղացած միս այս պարագայում, իմ փոքր առաջին հերթին կներեք յուղ ավելացնեմ, մի փոքր ձիթայուղ, մի փոքր էլ հալած յուղ անպայման կօգտագործենք, որ ավելի հյութեղ եւ համեղ ստացվի մեր այսօրվա կերակուրը, այսպես։ Եվ իհարկե այստեղ ինչպես տեսնում եք արդեն ամանի մեջ սունկ եմ դրել, սունկ ենք անպայման օգտագործելու, ցանկության դեպքում սիրելիներս կարող եք
սոխ ավելացնել, այսինքն ոչ թե ցանկության դեպքում ես խորհուրդ եմ տալիս անպայման սոխ օգտագործել այս ուտեստը պատրաստելիս, որ շատ ավելի համեղ ստացվի այն։ Մինչ միսը մի փոքր կտապակվի, այս ընթացքում ես սունկը կկտրատեմ, ճիշտ է դեռ շուտ է, սունկը չեմ ավելացնի, մինչև միսը չտապակվի, սունկը չենք ավելացնի, քանի որ մեր պարագայում սունկը մարինացված տարբերակն է։ Բայց նույնիսկ եթե թարմը օգտագործեք, սիրելիներս, սունկը ամենավերջում մի փոքր լցնում եք, արագ խառնում եք, որովհետև այն շատ ժամանակ չի խլում եփվելու համար։ Հերթականությամբ կգնանք առաջ, այստեղ համեմունքներ եմ շատ օգտագործելու, հավելումներից միայն, ավելորդ հավելումներից այստեղ սունկն է լինելու։ Այսպես, ահա, այսպես հերթով կտրատելով կգնանք առաջ, ես պետք է հիմա մի փոքր, ինչպես նշեցի, հալատ յուղ ավելացնեմ մեր մսին, հիմա կմոտեցնեմ յուղը, հալատ յուղը իհարկե օգտագործում ենք մեր էլոլա ապրանքանիշի հալատ յուղը, որը շատ համեղ է դարձնում կերակուրը, հասած փորձեք, շատ կհավանեք, այսպես, և աստիճանաբար խառնելով, իհարկե ես գդալը կփոխեմ, այսպես, որպեսզի թավան չվնասեմ, սովորաբար սիրելիներս գիտենք, որ այսպիսի ուրեմն թավաներին պետք է զգուշ լինել և հատուկ գդալներ օգտագործել։ Սիրելիներս, ասեմ, թե ինչ ենք անելու հետո ավելացնելու եք համեմունքները, տոմատի մածուկը և սունկը։ Այս պահին դեռ պետք է համբերատար սպասենք միսը տապակվի, հետո կշարունակենք միասին։ Այս պահին դադար կլինի, մնացեք մեզ հետ, կշարունակենք էլի միասին։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և շարունակվում է կանանց մեկ ամսյակը և ինչն է ամենաուշագրավը, որ այս տոնորերին նույնիսկ կան մարդիկ, որոնք ընդհանրապես չեն հանգստանում և ապահովում են մեր անվտանգությունը։ Եվ ոչ միայն, որովհետև նրանց ժպիտը նույնպես տալիս է այն հրաշալի տրամադրությունը, որը ստեղծում է այդ անվտանգ լինելու զգացողություն։ Այսօր մեր հյուրն է ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբան, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ, հոգեբան, փրկարար ծառայության լեյտենանտ Հասմիկ Ղուշչյանը։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպես եք։ Շատ լավ, շնորհավորում ենք ձեզ այս գեղեցիկ մեկամսյակի կապակցությամբ, իսկ իմ կարծիքով պետք է յուրաքանչյուր օրը լինի կանանց նվիրված տոն, այլ ոչ թե ընդամենը մեկ ամիս։ Դուք եք սխալվում։ Ես նույնպես շնորհավորում եմ օգտվելով առիթից բոլոր կանանց գարնանային այս գեղեցիկ տոների կապակցությամբ։ Հիմա մի հարց ձեզ, հոգեբանորեն ո՞նց տրամադրվեցիք, որ եկաք համակարգ։ Հոգեբանորեն նախ տրամադրվեցի, որ մասնագիտությունս պետք է լինի հոգեբան։ Ընտրեցի մասնագիտություն, որը 10 տարի առաջ երբ պատկերացնում ենք, մի փոքր դժվար էր տարանջատել մեր հասարակության մեջ, կար կարծրատիպ, որ հոգեբուժն է նույն հոգեբան, ինչ կարիք կա ընտրել մեկ այլ մասնագիտություն, հա։ Ու այդ ժամանակ ընտրեցի հենց հոգեբանի մասնագիտությունը, այնուհետև մտածելով, որ ցանկանում եմ օգնել մարդկանց ու սիրելով շատ փրկարարի մարդասիրական աշխատանքը, ընտրեցի հենց փրկարար հոգեբանի մասնագիտությունը։ Ինչպես անցել ձեր մարտի 8-ը, եղել են աշխատանքային, որտեղ ինքը շաբաթ օր է, բայց կարծում եմ ձեզ համար կարող է եւ լինել ոչ աշխատանքային եւ աշխատանքային։ Ոնց է անցել։ Ծառայողների դեպքում սովորաբար մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով եւ ցանկացած պահի պատրաստ ենք ծառայության ներգրավվելու։ Հիմնականում դեպքաշատ, բայց ոչ այնքան, որոնք կարող են անհանգստացնել մեծ մասշտաբով մեր հանրապետությանը։ Գիտենք, որ Այդ օրը ներքին գործերի նախարարությունը միշտ անակնկալներ է մատուցում քաղաքի կանանց եւ աղջիկներին, իսկ համակարգի ներսում ինչպես է օրը անցնում, ինչպես է տոնում եւ չգիտեմ, ինչ յուրահատուկ ավանդույթ կա, որ հենց կառույցի ներսում է անցկացվում։ Համակարգի ներսում յուրաքանչյուր տարի տարբեր մոտեցմամբ ենք տոնում մեր տոնը, այսպես ասած, եւ մեկնարկում է տոները արդեն իսկ։ Սովորաբար մենք էլ ենք ծաղիկներ ստանում, ինչպես մեր քաղաքացիներին են բաժանում ծառայողները, ու այդպես պատրաստվում ենք արդեն տոնական ընթացքին, չմոռանալով, բայց որ ծառայության մեջ ենք եւ ցանկացած պահի կարող ենք ունենալ շատ կարեւոր ահազանգեր եւ դեպքեր։
Վերջին շրջանում մի կարևոր ու հետաքրքիր իվենթի էի մասնակցում, որտեղ մեզ սովորացնում են առաջին օգնություն ցույց տալը, հա, ցանկացած իրավիճակներում։ Ինձ հետաքրքիր է հոգեբանական առաջին օգնությունը ո՞րն է եւ ինչպես պետք է ցուցաբերել, եթե աստված մի առասցի ինչ որ բան է պատահում եւ բնականաբար շատ անգամ նաեւ հենց այդ հոգեբանական ֆակտորն է պետք օգտագործել։ Շատ կարևոր թեմայի մասին եք հիմա բարձրաձայնում։ Առաջնային կարևորությունը ծառայության տեսանկյունից, հոգեբանական ծառայության տեսանկյունից եւս եղել է իրազեկումը քաղաքացիների, թե ինչ է իրանից ենթադրում հոգեբանական օգնություն, առաջին հոգեբանական օգնությունը։ Որպես այդպիսին մենք դպրոցում սովորում ենք, ունենք կարծիք եւ համալսարանում, հա, թե ինչ է առաջին բուժօգնությունը։ Բայց առաջին հոգեբանական օգնությունը մնում է մի փոքր փակ եւ ոչ բոլորն են տիրապետում, թե ինչպես պետք է մեկս մյուսին օգնենք, աջակցենք, ապրումակցենք ցավալի իրավիճակներում։ Այդ ֆորմատով մենք մոտ 1 տարի է արդեն իսկ իրազեկման լուսավորչական հանդիպումներ ենք ունենում Հայաստանի Հանրապետության դպրոցներում, մանկապարտեզներում, նախակրթարաններում, փորձելով խոսել, թե ինչ է առաջին հոգեբանական օգնությունը, ինչպես պետք է ցուցաբերվի, ովքեր են ցուցաբերում, որպեսզի չունենան կարծրատիպային կարծիքներ։ Եթե փորձեմ ընդհանրացնել, առաջին հոգեբանական օգնությունը ընդհանուր գործողությունների համալիր է, որը միտված է առաջնային ստրեսը նվազեցնելու համար։ Եվ մեզանից յուրաքանչյուրը, ովքեր ունեն բազային գիտելիքներ եւ ցանկանում են օգնություն ցուցաբերել, կարող են տվյալ պահին լինել առաջին արձագանքող, ցուցաբերել առաջնային օգնություն, կարիքների գնահատում, որից հետո արդեն կներգրավեն այն մասնագետները, ովքեր ավելի խորքային աշխատանք պետք է իրականացնեն։ Իմ կյանքում եղավ մի դեպք, երբ որ ես վթարի ենթարկվեցի, ես տաքսիի մեջ էի եւ ամբողջ ես հասկացա, որ այնպես էր վթարը տեղի ունեցել, որ բլոկ են եղել երկու դռները, հա, եւ իմ մոտ պանիկա սկսվեց, թե ինչպես առաջինը, որ մտածում ես, ինչպես դուրս գաս մեքենայից։ Եվ ես հասկացա, որ արդեն ամեն ինչը շատ բարեհաջող ավարտվեց, հասկացա, որ ինձ խանգարեց հենց այդ պանիկան, հա, ինչպես ասում են։ Այսինքն ես հոգեբանորեն ոչ կայուն վիճակում հայտնվեցի։ Այ ինչ խորհուրդ կտաք նմանատիպ դեպքերի ժամանակ ինչպես կարգի բերել այդ պահին, հա, միտքը, որպեսզի կարողանան խուճապի մեջ չընկնել, այլ հակառակը, հենց առաջինը դառնալ այդ փրկողը։ Նմանատիպ դեպքերում բնական ռեակցիա է, որ եղել է խուճապը, անհանգստությունը, տագնապը, մենք ունենում ենք բազային հույսը վախն է, բայց ակտիվանում է այդ դեպքում կյանքի մահվան գաղափարը, երբ փորձում ենք մենք ամեն գնով մեր կյանքը փրկել, հասկանալ ինչ ելքեր ունենք, հա, այս դեպքում, եւ խուճապի ժամանակ առհասարակ ցանկացած այնպիսի իրավիճակում, որը ենթադրում է առաջնային ստրես, շատ կարևոր է ինքնակարգավորման հմտությունների ձեռքբերումը, այսինքն մենք պետք է ունենանք կրկին առաջնային գիտելիքներ, թե որ իրավիճակում ինչպես կարողանանք մեզ հավաքել մի պահ հասկանալ։ Սիրում եմ ասել, այստեղ եւ հիմա սկզբունքով փորձում ենք կենտրոնանալ այստեղ իրավիճակի վրա եւ փորձել հանել մեզ այդ իրավիճակից։ Կփաստեք, որ այդ պահին առաջանում են մտքեր իմ կյանքի հետ կապված, թողած ճանապարհի հետ կապված, հա, ավարտի հետ կապված, դրանք այդ բոլոր մտքերը հենց տանում են դեպի խուճապ ու մեզ խանգարում են տվյալ պահին, որ մենք կենտրոնանանք ու միգուցե շատ հեշտությամբ բացենք կամ ճիշտ հեռախոսահամարին զանգահարենք։ Այդ իսկ պատճառով այստեղ հիմա սկզբունքը շատ կարևոր է, կենտրոնացնում ենք մեզ մեր շնչառության վրա, քանի որ շնչառությունը հոգեսոմատիկ շատ կարևոր գործընթաց է մեզ համար իրականացնում, այսինքն կենտրոնացնում է մեր կոգնիտիվ գործընթացները, ուշադրությունը, կենտրոնացումը եւ դրա միջոցով մենք կկարողանանք տվյալ պահին ավելի սթափ դատել իրավիճակը, կենտրոնացնել մեր հույզերը ու իրավիճակային լուծում տալ։ Հիանալի։ Իսկ ինչ դժվարությունների եք բախվում մասնագիտության մեջ, դրանք հիմնականում լինում են հոգեբանական, թե ֆիզիկական կամ ինչ դժվարություններ եք հաղթահարել մինչև այսօր։ Տարբեր են լինում խնդիրները, հիմնականում, քանի որ մասնագիտությամբ հոգեբան եմ, առնչվում ենք հոգեբանական դեպքերին, բայց ովքեր եղել են դեպքի վայրում, գիտեն, որ դեպքի վայրում անհնար է միայն մասնագիտական կողմնորոշմամբ աշխատել, հա, այսինքն մեծածավալ աշխատանք է իրականացվում, սկսած քաղաքացիների իրազեկման գործընթացից, ցանկացած հարցով, մինչև ուղղորդման ու արդեն եթե կարիք կա աջակցության, տարբեր են խնդիրները լինում, կախված դեպքից, իրավիճակից, փորձում են կառուցողական մոտեցում ցուցաբերել եւ ըստ տվյալ դեպքի սուբյեկտիվ, օբյեկտիվ կողմերի հարցին լուծում տալ։ Իսկ հոգեբանը կյանքում եւ համակարգում շատ է տարբերվում մասնագիտական, չգիտեմ, օգնությունը։ Տեսեք, հոգեբանը կյանքում, երբ քաղաքացի է, բավականին տարբեր է, իսկ հոգեբանը երբ ծառայող է, բավականին պատասխանատու եւ ել ավելի խիստ ծառայություն է դառնում այս դեպքում հոգեբանը մի փոքր ավելի հարմարեցվում է ծառայության, այսպես ասած, ուսադիրին եւ փորձում է ճիշտ ձևով ներկայանալ ու ճիշտ ձևով ներկայացնել խնդիրներն ու ծառայողը երբ համազգեստն է կրում, թե երբ որ համազգեստն չի կրում, երեկոյան ինչ որ տեղ է հրավիրված, միևնույն է այդ միտքը աշխատում է անընդհատ լինել։
Նաև միանշանակ արդեն իսկ երբ դու փրկարի երթումը տալիս ես եւ դառնում ես ծառայող, արդեն իսկ այդ պահից դու զգում ես այն պատասխանատվությունը, որ քաղաքացիները ամեն դեպքում քեզ բացի հոգեբանից, բացի հասմիկից հասկանալու են որպես ծառայող, իսկ ծառայողի կարգավիճակը այնպիսին է, որ մենք պետք է սովորեցնենք, որ ընդունումը ճիշտ լինի, մոտեցումը ճիշտ լինի, համազգեստի գիտակցումը, արժևորումը եւս ճիշտ լինի մեր հասարակության մեջ, որպեսզի ապահով ծառայության կարծիք ձևավորվի ու լինի հենց այդպիսին ծառայությունը։ Ես համամիտ եմ այն մտքի հետ, որ պետք է հենց մանկապարտեզից, սովորացնել առաջին փրկության, առաջին օգնության, հոգեբանական նաև առաջին օգնության, սա շատ կարևոր է։ Իրազեկումը։ Ինչ աշխատանքներ են այսօր արվում եւ ինչքանով եք դուք գնահատում հենց այդ փաստը, որովհետեւ այդ մի գործոն է մասնագետը այդ պահին հասնի եւ օգնի եւ հենց առաջին գործոնը մենք ենք մեզ փրկելու, եթե հաստված մի առասցի նման իրավիճակում հայտնենք։ Շատ հասարակ բան, դուռը փակվում է, երեխան տան է մնում։ Ծնողը շատ այսպես խուճապի է մատնվում, 1000 մի բան է մտքով անցնում, բայց եթե խուճապի չմատնվի, իրեն հավասարակշիռ դիրքի բերի, հաստատ կարող է շատ արագ այդ լուծումը տալ, բայց դե մայրական սիրտը սկսում է այդ պահին ավելի արագ բաբախել։ Այ իրազեկումը ինչպես է արվում, ինչքանով ենք մենք կարողանում այսօր ապահովել հենց այդ դաշտը նաև։ Վերջին տարիներին, եթե փորձեմ համեմատել վիճակագրական տվյալներով 10 տարիների ընթացքում, բավականին տենդենց կա դեպի աճ, այսինքն հոգեբանական ծառայությունները մեր երկրում ավելի են շատացել, հոգեբանական կենտրոնները, հոգեբանին դիմելույությունն է շատացել, այսինքն տարբերակումը արդեն իսկ կա, այն կարծրատիպը, ինչի մասին սկզբում խոսեցինք, հոգեբույժի բավականին փոխվել է, դա հենց նույն իրազեկման շնորհիվ, այսինքն հանդիպումների շնորհիվ, նմանատիպ հանդիպումների շնորհիվ, ինչպես նաև արդեն ծառայության բնույթով ելնելով ծրագրերի շնորհիվ փորձում ենք ավելի շատ ներգրավել ու ավելի շատ ներկայացնել այս ոլորտը, որպեսզի հասկանան, որ նույնը դպրոցներում հիմա եւ մանկապարտեզներում կան հոգեբաններ, որպեսզի հստակ քաղաքացիները պատկերացնեն ովքեր են այդ մասնագետները, որ դեպքում դիմենք իրենց եւ հավատացեք 10 տարիների փորձի ընթացքում կարող եմ ասել, որ բավականին աճ ունենք գրանցված, նույնիսկ այնպիսի ահազանգեր ենք ունենում, որ երբեմն նույնիսկ հոգեբանին չի առնչվում, բայց քաղաքացին զանգահարում եւ հստակ շեշտում է, որ ցանկանում է խոսել ծառայության հոգեբանի հետ, ու ընթացքում խոսում ենք, ճիշտ է, գտնում ենք հոգեբանական ինչ-որ ասպեկտ, որի վրա շեշտը դնում ենք ու փորձում ենք օգնել, բայց կան այո նմանատիպ դեպքեր եւս։ Իրազեկման տեսանկյունից բնականաբար եւ լրահոսով է ակտիվ, հոգեբանական կենտրոնների եւ համացանցում շրջանառությունը, ինչպես նաեւ արդեն ծառայության տեսանկյունից, ինչքան թույլ է տալիս մեզ ծառայությունը, մենք փորձում ենք իրազեկել ու քաղաքացիների կողքին լինել։ Եկանք իմ ամենասիրելի հարցին, զավեշտալի արտասովոր զանգերի մասին, մի օրինակ, եթե կհիշեք հիմա եթերի համար պատմենք։ Արտասովոր զանգերի հետ կապված թերևս նա, որ լինում է զանգահարում են, ընդհանրապես չի առնչվում հոգեբանի հետ այդ խնդիրը, այսինքն մենք նստում ենք 911 ծառայությունում, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որտեղ 24/7 ռեժիմով 911 ծառայության օպերատորների հետ համատեղ հերթապահություն է իրականացնում նաև հոգեբանը, մեր դահլիճի նկարներն են, ու հենց այնտեղից մենք լսում ենք, ահազանգերը, փորձում ենք արդեն իսկ ներգրավվել ահազանգի մեջ, հասկանալ ինչքանով է մեզ ուղղված ահազանգը, ու եղել են նմանատիպ դեպքեր շատ հաճախ, որ ընդհանրապես հոգեբանական ոչ մի գործոն չի հնչում, այսինքն քաղաքացին ունի բնակարանի խնդիր, քաղաքացին ունի փաստաբանի խնդիր, բայց ընթացքում հասկանում ես, որ քարտը մոտեցնում է օպերատորը քեզ ու ասում է, որ ցանկանում է հոգեբանի հետ խոսել, այդպիսի դեպքեր շատ հաճախ են լինում, երբ խոսում ես, հետո հասկանում ենք, որ մանկության տրավմա ունենք մի փոքր, որի հետ պետք է աշխատել, որը պետք է ուղղակի բարձրաձայնել, ու հիմնականում սա օգնում է մեր քաղաքացիներին, որ կոնֆիդենցիալ է աշխատում հոգեբանը, այսինքն գաղտնիության սկզբունքը պարտադիր պահպանվում է, կարող են չներկայանալ, կարող են զուտ ներկայացնել իրենց խնդիրը, բարձրաձայնել, եւ երբ անծանոթին ես պատմում այդ խնդիրը, ով հեռու է քեզանից ու դու կարող ես ամեն ինչ բարձրաձայնել այն անգիտակցականից եկող, արդեն խնդիրը իր արմատներից դուրս է գալիս ու ավելի բարձրանում է վերև ու կարողանում ենք մենք էլ իրենց հետ ավելի գիտակցել ու ուղղորդել։ Իսկ ՆԳՆ փրկարար ծառայության բոլոր հոգեբաններն են այսպես գեղեցիկ։ Այո, անշուշտ, ոչ միայն հոգեբանները։ Դե դրա համար զանգում են, ասում հոգեբանի հետ ենք ուզում զրուցել։ Շատ լավ, եւ ինչպեսի գնահատական տանք այսօրվա զանգերին ավելի շատ ինչի հետ է կապված լինում եւ ինչպես ենք մենք կարողանում ապահովել հենց առաջին իսկ օգնությունը։ Արձագանքումը անմիջապես է իրականացվում, այսինքն ահազանգը ստացվելուց հետո անմիջապես օպերատորի կողմից իրականացվում է արձագանքում։
Ընթացքում կարող են լինել իրավիճակային սուբյեկտիվ, օբյեկտիվ գործոններ, որոնք կարող են ինչ-որ կերպ ազդել ահազանգի սպասարկման վրա, բայց ամեն դեպքում արձագանքումը տվյալ պահին է տեղի ունենում։ Ահազանգերը տարբեր են, հիմնականում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վերջին շրջանում կարող եմ առանձնացնել ձնաբքերի հետ կապված, բուքի հետ կապված հիմնական ահազանգերը, որ քաղաքացիները անհանգստացած էին ճանապարհների հետ կապված, հիմա արդեն քանի որ ունենք դրսում շատ գեղեցիկ գարնանային եղանակ, ավելի շատ այլ բնույթի զանգերի ենք սպասում, որոնք ավելի ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կարող են կապված լինել, փակ դրան հետ կարող են կապված լինել, ավելի շատ երևի հենց դա է, չէ՞, կենցաղային կանչերի հետ կարող են կապված լինել, այո, որոնք ավելի շատ են իրենց բնույթով լինում մեր քաղաքում։ Եվ տարիների ընթացքում զանգերը ավելանում են։ Միանշանակ նշեցի, որ ծառայությունը շուրջ 10 տարի արդեն իսկ գործում է, հոգեբանական ծառայությունը, ունենք 2 թեժ գծեր, ինչպես նաև 911 ծառայության թեժ գիծը, համատեղ նաև շտաբ օգնության հետ ենք համագործակցում, օպերատիվ կառավարման կենտրոնի հետ ենք համագործակցում եւ իրենց կողմից եւս փոխանցումներ են լինում 10 տարիների ընթացքում բավականին փոխվել է, եթե փորձեմ մի դեպք պատմել, մենք տարանջատում ունենք, մի անգամ վերելակի հետ կապված ահազանգ ունենք քաղաքացու կողմից Քաղաքացին զանգարել են 911 ծառայություն, նշում էր, որ վերելակը փակվել է, չի կարողանում դուրս գալ, արգելափակվել է վերելակում, երբ ուղղորդել էին հոգեբանի հետ խոսել, անհանգստացել էր, որ արդյոք խոսեմ թե չխոսեմ, ինչ որակումներ կտան, բոլորը հետո կասեմ, որ հոգեբանի հետ է խոսել, հետո օպերատորը շատ ճիշտ ներկայացրել էր, որ այդ ամեն ինչը գաղտնի է, կարող եք հանգիստ խոսել, կարող եք ներկայացնել, մինչև կմոտենա վերելակավարը եւ մոտ 40 րոպե մենք խոսել ենք այդ քաղաքացու հետ, մինչև վերելակավարը մոտեցել է, դե բնականաբար արդեն հստակ գիտենք, որ ով է մոտենալու, ինչ խնդիր է, ու այդպես կարողացել ենք օգնել քաղաքացուն։ Եվ վերջում գոհունակության շնորհակալություն եղավ։ Միանշանակ, եւ ինքը բարձրաձայնում էր հենց այն հարցը, որ ի սկզբում վախենում էր խոսել հոգեբանի հետ, առհասարակ մտածելով, որ ինչ որ պիտակներ կգտնեն իր անվան հետ կապված, հետո արդեն վստահում էր եւ այդ քաղաքացուց մենք հետո էլի կրկին զանգեր ենք ունեցել արդեն կոնկրետ հոգեբանական բնույթի։ Շնորհակալ ենք ձեզ եւ չենք ուզում ձեզ առանց նվեր ճանապարհել, որովհետեւ բնականաբար այս գեղեցիկ տոներին ընթառաջ մեր գործընկերները նույնպես ունեն գեղեցիկ նվերներ Իջևանի գինու գործարանի կողմից այս գեղեցիկ հրաշալի գինին, որը համոզված եմ, որ բարձր կպայի ձեր տրամադրությունը։ Ուզում եմ ձեզ նվիրել նաև Տրամոնտինա խոհարարական բրենդը։ Ես գիտեմ անկախ նրանից ինչքան փրկարարական ծառայություն եք մատուցում, միևնույն է խոհանոցում հաստատ փրկում եք ընտանիքի անդամներին եւ համեղ բաներ եք պատրաստում։ Տրամոնտինան ներկայանում է խոհանոցային պարագաներով, սա կարծում եմ մի փոքր կթեթևացնի ձեր հոգսը խոհանոցում եւ մի րոպե հեսա կգամ։ Եվ քանի որ տոներն են շարունակվում, ես ուզում եմ ձեզ նվիրել ծաղկեփուն, շատ գեղեցիկ Lily's Flowers-ի կողմից, որը համոզված եմ, որ հրաշալի տրամադրություն կտա, որովհետև այս ծաղիկները գեղեցիկ են միանշանակ, բայց դուք ավելի։ Անչափ շնորհակալ եմ։ Եվ քանի որ ծաղիկները նվիրում ենք եւ ծաղիկների հետ միշտ պետք է խոսքեր նվիրել, ես ուզում եմ այս ծաղիկների մեջ հենց տեղադրել արև քարտերը, որոնք նախատեսված են հենց գեղեցիկ ու կարևոր խոսքերի համար։ Այստեղ ներառված են հայտնի եւ սիրված երգերից ֆրազեր, իսկ այս երգը Թաթայի երգն է, ձեզ շատ համահունչ, ամենալավը դու ես, ամենալավն ես դու։ Այս ծաղկեփնջի մեջ գեղեցիկ իր տեղը կգտնի։ Ձեզ ամփոփցանք ծառայություն եւ շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար։ Շնորհակալություն ձեզ։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր տոնական եթերը եւ շարունակում ենք անդրադառնալ կառույցի կանանց, ովքեր կրում են համազգեստ։ Այո, եւ մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ բարեկային գումարտակի առաջին վաշտի բարեկ ոստիկան լեյտենանտ Մարիամ Կարապետյանը։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Ճիշտ ասեցի, սա։ Այո, ճիշտ ասեցի։ Երկար։ Շնորհավորում եմ ձեզ այս մեկամսյակի կապակցությամբ։ Շնորհակալ եմ, ես ձեզ։ Շնորհակալություն, փոխադարձ այդպես գեղեցիկ մնացեք։ Դուք էլ շնորհակալ եմ շատ։ Ինձ հետաքրքիր է, ինչպես կայացեցիք որոշումը, որպեսզի լինեք համակարգում։ Որոշումը կայացվել է ընտանիքում ունեցել եմ ծառայող, հայրս նախկին ծառայող է եղել եւ փոքր ժամանակվանից տեսել եմ ծառայության դժվարությունները, բայց դրա հետ մեկտեղ ռիսկը, միշտ նպատակը իմ մոտ եղել է, ցանկությունը միշտ եղել է ուժային կառույցում ներգրավել, ուժային կառույցում ծառայել։ Համազգեստով
կնոջ կերպարը իմ մտքում միշտ եղել է այսպես շատ ձիգ, շատ ուժեղ կնոջ կերպար, բայց հիմա նայում եմ ձեզ շատ նուրբ, շատ սիրուն, շատ կանացի կերպար եք։ Ինձ հետաքրքիր է ձեզ համար ոնց է ընկալումը եղել համազգեստով կնոջ եւ հիմա երբ դուք հենց այդ մարդն եք, ինչ զգացողություններ կան։ Ձեր ընկալումը ճիշտ է եղել, ճիշտ եք մտածել, իրականում ուժային կառույցում պետք է լինել ձիգ, պետք է լինել ամուր կամքի տեր անձնավորություն, որպեսզի կարողանաս ծառայել։ Արտաքին ծառայությունը ունի իր շատ բարդ կողմերը։ Արտաքին ծառայությունը միանշանակ բարդ է, դժվար է կնոջ համար, որովհետև մենք տղաների հետ 24/7 միշտ աշխատում ենք, միշտ պատրաստ ենք քաղաքացու կողքին լինել, դա կլինի անձրև, քամի, ձյուն, ամառ, արև, դա կապ չունի։ Բոլոր եղանակային պայմաններում մենք դրսում ենք, հավասար տղաների հետ ծառայում ենք։ Ես միշտ սիրում եմ ես նշել, որ կինը իր գենետիկ կոդով, տեսակով մայր է եւ զգացմունքային է, բայց այս ծառայությունը պահանջում է մի քիչ սառնասրտություն, որպեսզի իրավիճակի ժամանակ չտրվել էմոցիային, այլ շատ արագ ընդունել որոշում։ Այդ չի խանգարում ձեզ այդ գենետիկ կոդը ծառայության մեջ եւ ինչպես է կարողանում զսպել էմոցիաները, երբ որ այնպիսի դեպքի եք գնում, որտեղ հնարավոր չի զսպել էմոցիաները։ Ծառայությունը, երբ որ մենք ընդունելության գնում ենք, մեզ հետ աշխատում են դասերի ընթացքում, մեզ սովորացնում են, բայց պետքա տեսակով էլ լինել հանդարտ, զսպող, որովհետև ծառայում ես տղայի հետ, ամեն դեպքում տաքարյուն են տղաները, իսկ աղջիկը կինը որպես զսպող ավելի օղակ, ավելի հանդարտացնող, պետքա կարողանաս իրավիճակին տիրապետել, իրավիճակը հանդարտեցնել, որովհետև բազմաթիվ քաղաքացիների, բազմաթիվ սովորություն ունեցող, ինչ-որ կոնֆլիկտային, հանդարտ, տարբեր տեսակի անձնավորությունների հետ ենք ամբողջ օրը մենք շփվում, պետքա կարողանաս հունից դուրս չգալ, տիրապետումը չկորցնել։ Դուք քանի տարի արդեն համակարգում եք։ Բարեկային ծառայության ի սկզբան եք 2021 թվականից առաջին դիմորդներից եմ եղել, մինչ այսօր ծառայում եմ։ Մենք սովոր ենք այս կառույցում միշտ տեսնել տղամարդկանց, հետաքրքիր է կանանց ներգրավվածությունը կառույցում, որքանով է ակտիվ եւ որքանով է աճում։ Երբ որ մենք 2021 թվին արդեն ընդունելությունը կար, ընդունելության փուլը սկսվեց, կարծիքները, քաղաքացիների կողմից կարծիքները, վայ ոնց կլինի աղջիկը ծառայի, կին ծառայող լինի եւ վարորդների հետ սենց ինչ որ անակնկալի էին գալիս, ոնց կարա կինը մեզ մոտենա, ինչ որ վարչարարություն անի, ինչ որ բան, բայց հիմա արդեն այս 4-րդ տարին է համարյա կարծիքները փոխվել են, մեր աղջիկների դիմելիությունը ավելի է շատանում, ավելի այդ կարծրատիպը կոտրվեց։ Նախկինում, երբ որ անգամ մարզերում Երևանը մի փոքր այլ էր, մարզերի աղջիկները վախով էին դիմում, երբ որ մենք գնում էինք հանդիպումների, ոնց կլինի ամոթ է, մենք տղայի հետ դուրսը լինենք, գիշերվա ծառայություն իրականացնենք, բայց կարծրատիպը կոտրվեց։ Հիմա այլ է կարծիքը, հիմա ընդունելության մեծ մասը շեշտը դրված է կանանց ընդունելության վրա։ Մենք հետաքրքիր հոլովակ ունենք ներքին գործերի նախարարության կողմից, առաջարկում եմ հիմա դիտենք, հետո վերադառնանք ու մեզ պատմեք ինչպես կարող են դիմել, որպեսզի բարեկ դառնալ եւ միանալ ձեր թիմին։ Հիմա հասկանանք ինչպես կարող են միանալ ձեր թիմին։ Ընդունելության համար
ոստիկանության կրթահամալիր են մոտենում, կրթահամալիրն է ամբողջ թղթաբանությունով զբաղվում, սոցկայքերում ենք ակտիվ, մեր ներքին գործերի նախարարությունը ունեն էջեր, միշտ հասանելի տարբերակներ եւ հեռախոսազանգերին են ակտիվ պատասխանում եւ այդ նամակ ծրագրերին են ակտիվ պատասխանում, բայց ընդհանուր դիմումների լրացումը լինում է ոստիկանության կրթահամալիրում, դիմորդը մոտենում է այնտեղ, իրեն դիմումի ձևաչափը լրացնելու ձևը օգնում են, լրացնում է, այնտեղից տալիս են արդեն մեր բուժ հաստատության թղթաբանությունը, որ այնտեղ արդեն ֆիզիկական անցնի առողջական ծրագիրը, անցնելուց հետո, երբ որ թույլտվությունը տալիս են, արդեն նույն կրթահամալիրում քննությունները բաղկացած է 3 փուլից, դա ֆիզիկական պատրաստությունն է առաջինը, հետո ընդհանուր հարցաշար է, IQ տեստավորում է անցնում դիմորդը եւ հոգեբաններից, ոստիկանության տարբեր ներկայացուցիչներից հարցազրույցն է։ 3 փուլը հաղթահարելուց հետո արդեն 6 ամս, այդ 5 ամսյա եւ դասընթացներն է, որից հետո արդեն եթե քննությունները բարձր առաջադիմությամբ են հանձնում, ոստիկանության արդեն լեյտենանտի կոչումներ կարող են ստանալ ու մեր շարքերը արդեն դրացնել։ Շատ լավ, ինչին պիտի պատրաստ լինի կինը հոգեբանորեն, որ գալիս է դեպի համակարգ։ Այ լավ հարց տվեցիք։ Պետքա մի փոքր սառնասիրտ լինի, պատրաստ լինի յուրաքանչյուր իրավիճակում չկոտրվելու, լացկան չլինի, մեղմ ասած, այո, որովհետև բազմաթիվ բարդ իրավիճակների հետ ենք բախվում, գիշերային հերթապահություններին, քաղաքացիներ են լինում ոչ ադեկվատ, ալկոհոլի ազդեցության տակ, թմրանյութ եւ այլ, պիտի պատրաստ լինես, դիմացինից պետքա ամեն պահի սպասես անսպասելին։ Եվ ինչպես է օրակարգը ձեր, այսինքն ինչպես է ձեր օրը անցնում, ինչ եք անում, եթե դա աշխատանքային օր է եւ եթե աշխատանքային օր չէ։ Չէ՞ շատ առանձնահատուկ առանձնանում է մեր ոչ ծառայող կանանց օրակարգից։ Մենք երբ որ ազատել լինում ենք, ամեն դեպքում ծառայող ենք։ Տաննել, այո։ Ծառայող ենք։ Առօրյան սկսվում է վաղ առավոտյան, գալիս ենք հրահանգավորումներն է, մեր տեխնիկաներն ենք ստանում, զենք, հատուկ միջոցներ, կապեր ստանում ենք, անհատական տեսախցիկներն է, հրահանգավորումը ստանալուց հետո արդեն ամեն մեկս մեր տեղամասերով բաշխում ենք, ծառայության ենք դուրս գալիս։ Իսկ ընտանիքի անդամներին չի խանգարում ձեր տանը եւս ծառայող լինելը։ Դե հարմար են արդեն։ Ժամանակի ընթացքում, այո։ Շատ լավ, իսկ որ արտահայտություն եք ամենաշատը լսում ծառայության ընթացքում։ Երևի թե քուրջան, չէ՞։ Անգամ երբ որ գալիս են մոտենում են, մտածում են տղա է, դեռ չեն տեսնում, գալիս են ձեռքը մեկնում են, որ բարևեն ու մի անգամից հետ են կանգնում, վայ քուրիկ ջան, չէինք տեսել, որ տղա չի։ Իսկ ինչպես է կայանում այս շփումը, հա, քաղաքացի եւ համակարգի աշխատող, ինչի եմ սա ասում, որտեղ շատ անգամ, երբ որ ինչ-որ խնդիր է առաջանում դրսում, դու մտածում ես մոտենաս, օգնություն խնդրես, հա, բարեկից, ոստիկանից, թե ոչ, չգիտեմ, թե վստահության հարցն է, թե վախ են սովետական շրջանից, հա, այսօր ինչպես է այդ խնդիրը լուծվել, քաղաքացի եւ ոստիկան շփումը ինչպես է իրականացվում։ Այսօր կարող եմ ձեր հարցին պատասխանել, որ բարձրացել է վստահությունը ոստիկանության հանդեպ, շատ է, երբ որ մենք նոր ծառայողներ էինք, անգամ երեխաները վախով էին նայում, սենց ինչ-որ մեր ծառայողական մեքենան, մեր համազգեստը տեսնելուց, երբ որ դպրոցներ էինք այցելում, կար այդ ինչ-որ քաշվածություն, ինչ-որ կաշկանդվածություն, փոխվել է շատ դեպի դրականը շատ է փոխվել եւ քաղաքացիները մոտենում են ինչ որ հարցով ինչ որ մի բան ցույց կտան ինչ որ մի բան կհարցնեն փորձում են մեզ հետ շփվել դա շատ ողջունելի է Մենք դա շատ երկար ձեզ հետ կզրուցենք, որովհետև ծառայողական կյանքը մեզ շատ հետաքրքիր է, բայց ցավոք մեր ժամանակը սպառվում է եւ ուզում եմ ձեզ նվիրել Տրամոնտինա, բրազիլական ընկերության խոհանոցային պարագան, որը համոզված է մի քիչ կթեթևացնի ձեր հոգսը խոհանոցում եւ իհարկե օրվա լավ տրամադրության սկիզբ կհաղորդի եւ Իջևանի գինու գործարանի կողմից հատուկ գեղեցիկ սերին համար նախատեսված գեղեցիկ տոների համար բրիզ փրփռուն գինին, որը համոզված է
որ ել ավելի գեղեցիկ ու տոնական կդարձնի։ Ես գիտեմ թե Ռոզեն ինչքան մեծ ճանաչում է վայելում հենց գեղեցիկ սեռի կողմից, այնպես որ սա կլինի օրվա հաճելի ավարտ, երբ արդեն ծառայությունից դուրս կլինեք, որովհետև համոզված եմ, որ դուք եք ուզում որոշ ժամանակ իհարկե կտրվել այդ ամեն ինչից եւ մի փոքր անցկացնել ընտանիքի շրջապատում տոնական տրամադրությամբ։ Սա նույնպես ձեզ եւ մի րոպե կսպասեք ինձ, հեսա կգամ։ Քանի որ տոներ են, շարունակվում են, իսկ ես գիտեմ, որ ամենակարևոր նվերը գեղեցիկ սեռի համար դա ծաղկեփունջն է։ Ես ուզում եմ ձեզ Lily's Flowers-ի կողմից նվիրել այս գեղեցիկ ծաղիկները։ Ես արդեն նշեցի, ծաղիկները գեղեցիկ են, բայց դուք ավելի։ Եվ համոզված եմ, որ այս ծաղիկները ել ավելի կընդգծեն ձեր գեղեցկությունը ծառայության ընթացքում նույնպես, այնպես որ այս ծաղկեփունջը ձեզ, բայց ծաղկեփունջը չեմ ուզում դատարկ տամ, որովհետև կան արև քարտեր, որոնք նախատեսված են հարազատ ու սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այս քարտերում ներառված են կարևոր խոսքերը, որոնք ներառված են հայտնի երգերից կամ բանաստեղծությունից։ Այստեղ Թաթայի երգի խոսքերն են. ամենալավը դու ես, ամենալավն ես դու։ Էսա այսպես կտեղադրեմ։ Շնորհակալ եմ, շատ հաճելի էր։ Եվ իհարկե գեղեցիկ խոսքերը միշտ էլ հաճելի են ու կարևոր։ Սա ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Եվ ձեզ մաղթենք բարի ծառայություն, ժպիտներ միշտ եւ այդ փոխըմբռնումը, հա, կապը միշտ թող լինի գեղեցիկ ու հետաքրքիր, դա շատ կարևոր է։ Եվ լսենք ձեր մաղթանքը մեր քաղաքացիներին, որովհետև դուք իրենց հետ մշտապես հենց ուղիղ առնչության մեջ եք։ Քաղաքացիներին թող վստահեն մեզ։ Մենք 24 ժամ բոլոր տարվա եղանակներին պատրաստ ենք լինել իրենց կողքը, աջակցել։ Ամենաբարդ շրջանում, ամենավատ փուլերում մենք պատրաստ ենք քաղաքացիների կողքը լինել։ Այո, ամեն դեպքում շատ կարևոր է վստահությունը եւ փոխըմբռնումը, ինչպես ասում են, որովհետեւ շատ անգամ մենք ինչ որ հարցով, թեթևակի նույնիսկ հարցով չենք մոտենում ոստիկանին, որպեսզի ինչ որ բան հարցնենք, որովհետեւ այդ համազգեստի հետ կապված մտածում ենք կարող է ինչ որ բան այնպես չլինի, բայց պետք է լինի այդ վստահությունը, այնպես որ շնորհակալություն ձեզ վստահություն ներշնչելու համար։ Այո, շնորհակալ։ Դե այս պահին էլ կարճ դադար մեր եթերում, որից հետո վերադառնանք ու շարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ժամանակն է, որպեսզի խոսենք առողջ ապրելակերպի մասին։ Այո, որովհետեւ ամեն անգամ շատ կարևոր է հետևել առողջությանը, ֆիզիկական մարզավիճակին, որովհետեւ առջևում ամառ է, արդեն արևը շողում է բոլորիս եւ պետք է մտածել թե ինչ անել, որպեսզի նաեւ ամռանը ունենալ լողավազաններում, հատկապես բացօթյա լողավազաններում շատ գեղեցիկ տեսք։ Ի դեպ, Հիլ սպորտային համալիրը ունի շատ շքեղում մեծ բացօթյա լողավազան, որտեղ կարելի է ոչ միայն զովանալ, նաեւ իհարկե հենց այդ գեղեցիկ ու մարզված շքեղ տեսքով ներկայանալ հենց այդ լողավազան, այնպես որ նախ այնտեղ մարզվենք, հետևենք մեր առողջության, հետո արդեն մտածենք լողավազանի մասին։ Կրկին բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ։ Ես կրկին գտնվում եմ Հիլ սպորտային համալիրում, որտեղ բացահայտելու ենք շատ ժամանակակից եւ շատերի համար անփոխարինելի պիլատեսը։ Այս մարզումը կարող է մաքրել ձեր մտքերը եւ ձեզ պատրաստել նոր մարտահրավերների, թե ֆիզիկապես եւ թե հոգեպես։ Պիլատեսը շնչառության վերահսկման բազմաֆունկցիոնալ վարժությունների համակարգ է, նախատեսված ամբողջ մարմնի մկանների մանրակրկիտ աշխատանքի համար, ներառելով նաև որովայնի և մեջքի խորքային մկանները, ինչը կնպաստի ուժեղ ողնաշարի և սլացիկ կեցվածքի ձևավորմանը։ Այս մարզման մեթոդը բարելավում է առողջական վիճակը, կարգավորում է քունը, այն օգնում է ստեղծել գեղեցիկ մարմին առանց ավելորդ ծանրաբեռնվածության։
Երբ մի անգամ փորձում եք պիլատեսը, հավերժ սիրահարվում եք այս մարզմանը։ Մի հապաղեք, եկեք Hill սպորտային համալիր ձեր առողջ մարմնի ետևից։ 73-ից ավելի խմբային մարզումներ կան Hill սպորտային համալիրում, հերթով բացահայտելու ենք, որպեսզի գտնեք ձեր ամենասիրելին եւ այցելեք։ Իդեպ իմ փորձից ասեմ, կարող եք մի քանի մարզմանը միանգամից մեկ օրում մասնակցել եւ այդպես արդյունքը ավելի շահավետ եւ օգտակար կլինի եւ միանգամից տեսանելի։ Եվ չմոռանանք, որ մարզումների հետ համընթաց պետք է հետևել նաեւ սնունդին, որտեղ դա նույնպես շատ կարեւոր է, որպեսզի ստանաք այդ արդյունքը։ Իսկ այս պահին սնունդի հետ կապված տեղափոխվենք խոհանոց, որտեղ մեր Ադրինեն արդեն իսկ համեղություններ է պատրաստում։ Ադրինե, շնորհակալ եմ սիրելիներս, բարի առավոտ թանկագին հեռուստադիտողներ ջան, սիրելիներս, հուսով եմ արդեն նախաճաշել եք եւ ըմբում եք այն համեղ մեկ գավաթ սուրճը, իհարկե մեզ հետ։ Իսկ ես ասեմ, թե այսօր ինչ ենք պատրաստում, եւս մեկ անգամ կկրկնեմ մեր բաղադրատոմսը։ Օրվա առաջարկն է լազանյա։ Լազանյան մենք արդեն խաշել ենք։ Ահա ես սրբիչով այն ջրքամել եմ, դրել եմ, որպիսի հյութը քամվի եւ իհարկե այսպես էլ օգտագործելու ենք սիրելիներս, շատ համեղ լազանյա ենք պատրաստում այսօր, խճողակն ենք պատրաստում, միսը արդեն տապակված է սիրելիներս, ինչպես հիշում եք ես ասացի, շատ քիչ բաղադրիչներ ենք օգտագործելու, այսինքն միայն ունենք աղացած միս, որը տապակվել է եւ այստեղ ավելացնելու ենք սունկը, մեր մարինացված սունկը, որը իհարկե մեր գործընկերն է առաջարկում Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, որը ունի բազմապիսի տեսականի, թթուների, մարինացված բաժարեղենի, Իման Բայալդի եւ կոմպոտներ, շատ համեղ կոմպոտներ, հրաշալի կոմպոտներ, որոնք տնական համն ու հոտն են փոխանցում։ Եվ այսօր մեր ուտեստին եւս իհարկե օգնության է հասել մարինացված սունկը, որը էլի շատ հարմարավետ է օգտագործման համար եւ իհարկե շատ համեղ։ Այսպես ավելացնենք այստեղ սունկը, ավելացնենք նաեւ էլի Իջևանի գործարանի տոմատի մածուկը, այսպես, ես առատ կօգտագործեմ, քանի որ շատ համեղ է եւ այս տարբերակում էլ, երբ տոմատի մածուկը կամ լոլիկը շատ է լինում, շատ ավելի համեղ է ստացվում կերակուրը։ Մի փոքր ես կրակը իջեցնեմ, այսպես։ Եվ իհարկե պետք է հիմա խառնենք մեր համեմունքները։ Համեմունքներից սիրելիներս պատրաստել եմ ամբողջական մի փունջ, ահա հենց այս ափսեի մեջ որոշեցի մեկ անգամից բոլորը պատրաստել եւ ձեզ հերթականությամբ ցուցադրել։ Օգտագործելու ենք խմելի սունելի, սև պղպեղ, քրքում, օրեգանո, սխտորի փոշի, կարմիր պղպեղ եւ աղ, մի ամբողջական գեղեցիկ փունջ, որը շատ ավելի համեղ կդարձնի մեր կերակուրը։ Խառնենք։ Համարյա պատրաստ է մեր խճողակը, սիրելիներս, միայն մնում է մի փոքր համերը միախառնվեն եւ իհարկե սկսենք հերթականությամբ դասավորել մեր լազանյան։ Այսպես։ Իսկ լազանյան պատրաստելու համար մեզ դեռ պետք է պանիր, պանիրը օգտագործել ենք մեր հրաշք զամբյուղից, Էլոլա Ապրանքանիշի այս հրաշք տեսականուց եմ օգտվելու սուլուգունի տարբերակը, դուք կարող եք ընտրել ձեր ցանկացած տարբերակը, այսօր մենք սա ենք օգտագործելու եւ ասեմ, որ Էլոլան ունի շատ մեծ տեսականի կատնամթերքի, հալած յուղ, պսկաթան, կատնամթեր, պանիրների տեսականի եւ այս բոլորը մեր հեռուստադիտողները կարող են ձեռք բերել խանութներից, իսկ Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները իհարկե հայկական խանութներից, զգացեք բնական կաթի համը, իսկ ես կզգամ հիմա այս ծաղիկների գեղեցկությունը, Ադրինե լավ ենք ընդգծում քո գեղեցկությունը, ուզում եմ քեզ նվիրել Lily's Flowers-ի կողմից, այսպիսի գեղեցիկ փունջ,
որը շատ էսպես համահունչ է քո տրամադրությանը, որովհետև դու միշտ ժպտում ես, միշտ գեղեցիկ ես, եւ այստեղ ես նաեւ տեղադրել եմ էլի արև բացիկներից էլի ունենք, հա, Քրիստինե Պեպելյանի երգից են քո սիրո համար իմ մայրիկ բարի ողջ աստղերը քիչ են էլի այս բացիկը ընդունիր քո որդիների կողմից ուղված քեզ։ Շատ շնորհակալ։ Դու իմ թուլությունը գտել ես, իմ թույլ կողմն է։ Անչափ շնորհակալ եմ։ Այս ծաղիկները քեզ այս մեկ ամսյակի հետ կապված համոզված եմ, որ շատ չլացես Ադրինե։ Չէ։ Համոզված եմ, որ այլ ավելի համեղ կպատրաստես մեզ համար, որովհետև սա միշտ իհարկե այն ամենը, ինչ որ դու այստեղ անում ես, շատ էսպես առավոտյան հաճելի է բոլորիս համար։ Սուրեն, շատ շնորհակալ եմ, զգացված եմ, խոսքեր չկան, ամբողջ մեր անձնակազմից եմ շնորհակալ եւ իհարկե այս բոլոր գեղեցկությունը, այս ծաղիկը ես սրտանց կիսում եմ իմ հեռուստադիտողների հետ, մեր բոլորի հեռուստադիտողների հետ, մեր սիրելի հայրենակիցների, թե հայրենիքում ապրող բնակվող եւ թե հայրենիքից դուրս, որովհետեւ Սփյուռքի մեր հայրենակիցները մեզ շատ են գրում, շատ են գրում, որ ինչքան ուրախ են, որ մենք եթերում ենք։ Բոլորից շատ սիրում ենք եւ այս ծաղիկները կիսում ենք ձեր բոլորի հետ։ Դե քանի որ արև է դրսում եւ ջերմությունը շատ հստակ ու գեղեցիկ արդեն զգում ենք մեր մաշկի վրա, այդ ջերմությունից պետք է նաեւ արևից կարողանանք ստանալ այն էներգիան, լուսավորությունը, որը մեզ տալիս է Solar Center ընկերությունը։ Չմոռանանք, որ Solar Center-ը տեղադրում է արևային համակարգեր, իդեպ շատ պրոֆեսիոնալ ձևով, եւ այդ ամենից կարող եք նաեւ ջերմացնել ու լուսավորել ձեր բնակարանը 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, ու եթե ցանկանում եք առաջին 3 ամիսները Solar Center-ը վճարում է ձեր փոխարեն իդեպ 8106։ Շատ կարճ համար է, զանգահարում եք, ստանում եք հավելյալ 5% զեղչ եւ օրվա իհարկե կարևորը մրցանակ, չգիտեմ, խաղարկություն յուրաքանչյուր օր Solar Center-ը իր հաճախորդներին ողջևորում է մի գեղեցիկ փոքրիկ նվերով, այնպես որ հետևեք այդ խորհրդին, զանգարեք 8106 եւ չմոռանանք նաեւ այն ամենի մասին, ինչը հոգսը թեթևացնում է կանանց խոհանոցում, Տրամոնտին ընկերությունը, որը ներկայանում է խոհանոցային լայն պարագաների տեսականիով, հատուկ բրազիլական արտադրության եւ ասեմ, որ բոլոր պարագաները այնպիսի ծածկույթ ունեն, որոնք չեն վերցնում իրենց վրա թունավոր բակտերիաները, իսկ փայտից պատրաստած տախտակները պատրաստում են սեփական աճեցված ծառերից, այո, որոնք հատուկ հենց նախատեսված են հենց խոհանոցային պարագաների համար, այնպես որ սա նույնպես շատ կարևոր է, ոչ մի ծառ հենց այնպես չի դժում եւ ամեն ինչ արվում է այնպես, որպեսզի ել ավելի թեթևացնի խոհանոցում հոգսը, մեր շատ սիրելի մայրերի, քույրերի, կանանց, այնպես որ Ադրինե, ես համոզված եմ, որ այս ամենը նաև քեզ է օգնում։ Իհարկե, անշուշտ, անպայման օգնում է, ես շատ գոհ եմ, իմ գոհունակությունը հայտնում եմ եւ շնորհակալությունը, որ այսքան թեթևացել է իմ աշխատանք եւ նաեւ գեղեցկացել։ Նրանք ունեն նաեւ Տրամոնտինան ունի շատ գեղեցիկ սպասք մատուցելիս, շատ գեղեցիկ ձևով է այն մատուցում եւ կարծում եմ հենց գրավականը դրա մեջ է ուտեստի։ Շատ լավ, դու հիմա իտալական խոհանոցին ես այսօր, հա, ինչպես ասում առողջությունն ես, լազանիա ես պատրաստում։ Քո սիրելի այդ այո, ես պաստա շատ եմ սիրում։ Ես եւս շատ սիրում եմ եւ այսօր լազանյան, ահա շերտերով շարում ենք, միսը արդեն տեղադրեցինք մի շերտի վրա, մի փոքր ես այսպես թթվասեր կտեղադրեմ նաեւ մեր խճողակի վրա եւ վրան կցանենք պանիր։ Հետո հաջորդ շերտը այսպես հերթականությամբ շերտ առ շերտ եւ իհարկե այն կտեղափոխենք ջեռոց, բայց շատ հագեցնող, շատ համեղ, շատ օգտակար, ցերեկվա ժամի համար շատ տեղին։ Դե մենք անմիջապես եթերից հետո կփորձենք, եթե այս process-ը այսպես է շարունակվելու, հետո գնալու է ջեռոց, ես կարծում եմ կարող ենք դադար ունենալ, այո, եւ ընդունել արդեն մեր հյուրին։ Միանշանակ, ես կարծում եմ ամեն բան պարզ է, եթե որևիցե բան չհասկացաք, սիրելիներս, անհասկանալի որևիցե բան մնաց, անպայման գրեք, ես անպայման ձեզ կպատասխանեմ։ Բաղադրատոմսն էլ մենք անպայման կտեղադրենք մեր էջում։ Մնացեք մեզ հետ, այս պահին դադար ու հետո տաղավարում մենք ողջունենք մեր շատ սիրելի ու շատ տաղանդավոր հյուրին։ Մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ մեր տոնական եթերը ու հենց այս առիթով էլ ունենք շատ հատուկ եւ շատ սիրելի հյուր։ Մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետտա Ստեփանյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Հոյակա։ Ինչ լավ։ Նախ ուզում ձեզ շնորհավորել այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ես եմ սիրով շնորհավորում։ Մաղթում եմ, որ միշտ եք այդպես ժպիտով, որտեղ շատ կարևոր է, հա, երբ որ ժպտում են եւ հատկապես երբ որ կանայք են ժպտում, դա նշանակում է, որ ուժ կա, մեծ ուժ։ Ինչու՞մ է թաքնված ձեր ուժի գաղտնիքը։ Ես իմիջիալոց սիրում եմ ժպտալ
Եվ ինձ չեն հիշում դրսում մռայլ տեսքով։ Դրա համար էլ իմ ընկերական շրջապատում միշտ ասում են, որ դու կաց կարծես տոն լինի։ Ոչ թե ես դիտավորյալ եմ շփտում, այլ ստացվում է այդպես, էլի, որ ես ուրախանում եմ։ Իհարկե տանահո ես չեմ շփտում անընդհատ, հիմա տպավորություն չթողնեմ, էլի։ Տան լինում է տարբեր միմիկաներ իմ դեմքին։ Գիտեք դա, ես կարծում եմ, որ ամեն մի կին պիտի ունենա այդ հատկությունները, ես չեմ թաքցնի, որ ասեմ ես եւ ասում եմ եւ կարծում եմ ես ուժեղ կին եմ, համբերատար եմ, մեջս լիքը սեր կա եւ ամուսնուս նկատմամբ եւ երեխաներիս եւ թորնիկներիս եւ փեսաներիս եւ աղջիկներիս նկատմամբ շատ մեծ սեր կա, համբերատար եմ եւ ինչ ասեմ, ինչ որտեղ ես ինձ գովեմ, հա, իմաստուն եմ։ Ահա։ Եկեք ձեր կյանքի վերջին նորություններից խոսենք ստեղծագործական, որովհետև դրանք շատ են, իսկ դուք քիչ եք հարցազրույցներ տալիս եւ դրանց մասին միշտ չէ որ իմանում ենք։ Հա, գիտեք ինչի, որտեվ արդեն ես կասեի գալիս է 5-րդ տարին, որ ես Հայաստանում ինչ որ չեմ նկարահանվում, որովհետև իմ զբաղվածությունը մի քիչ թեքվել է։ Թեքվել է դեպի որոշ մարդկանց դուր կգա, որոշ մարդկանց դուր չի գա, դեպի Ռուսաստան։ Այսինքն ռուսական պրոյեկտներ։ Ռուսական, հա, շուկայում։ Այնտեղ ես արդեն 5-րդ տարին է ռուսական լեզվով եմ խաղում, ռուսաց լեզվով, այսինքն մեր հայտնի Նարինե Աբգարյանի գործը, Մանյունյա գործը, որը մենք սկզբից ունեցանք 3 տասական սերիալներ, 3 տարի տասական սերիալներ, հետո գնաց Մանյունյա ֆիլմերը, Մանյունյան գյուղում, Մանյունյան Մոսկվայում, հետո Բայ Հոբելյանը այս վերջերս բան ես եմ, Բայ Հոբելյանը այս վերջերս կայացավ պրեմիերան, ինձ հրավիրեցին պրեմիերային, բայց ես չկարողացա գնալ զբաղվածության պատճառով եւ ասում են շատ լավ է ստացվել։ Իսկ ասեմ անցյալ տարին, ես ասում եմ, այս տարի, որտեղ այնքան արագ է անցնում ժամանակը, շատ արագ ենք ապրում, զգում եք, անցյալ տարի ամառը ես 3 ամիս Մոսկվայում էի, նկարվեցի 3 ֆիլմ, այսինքն 2 ֆիլմ եւ մի սերիալում նկարվեցի, շատ գոհ եմ, շատ լավ է։ Ինձ բախտ է վիճակվել ձեզ հետ աշխատել։ Այո, մենք դասին աշխատել ենք ֆիլմում։ Եվ ես գիտեմ, կարող եմ փաստել, թե ինչքան ուրախացնում նաև process-ը, որովհետև Տիկին Ջուլիայից երբեք չես ձանձրանա նկարահանման հրապարակում։ Մի քիչ խոսենք այդ մասին, հա, որովհետև շատ անգամ մենք տեսնում ենք արդյունքը, հանդիսատես հեռուստադիտողը միշտ տեսնում է արդեն պատրաստի ֆիլմը կամ ներկայացում, այս process կա, որը ինչ-որ չափով դժվար է դերասանի համար, որովհետև ինչ որ մենք տեսնում ենք, դա երկար աշխատանքի ունի։ Նկարահանումներ, որ կարող են ձգվել մի քանի 10 ժամ, ներկայացման փորձեր, որ կարող են ամիսներ տևել։ Այս process-ը ձեզ համար ինչ է։ Ինձ համար հաճույք է։ Ազնիվ խոսք, եթե հատկապես լավ խումբ է հավաքված, լավ կազմ, դերասանական լավ կազմ, որը մեր մոտ կար, շատ լավ կազմ էր հավաքված, ես հաճույք էի ստանում այդ կազմից, նույնիսկ պարտավորված էի զգում, որ լավ լինի։ Շատ դժվար է ֆիլմ նկարահան, այդ process-ը շատ դժվար է։ Դժվար է, բայց եւ հաճելի։ Ես օրինակ մենք եղել է որ առավոտյան ենք տուն գնացել, հիշում ես, 6-ի 7-ին տուն ենք գնացել, 10-ին նորից վերադարձել ենք։ Ընդամենը 2 կամ 3 ժամ հանգստանալուց հետո, բայց այդ 2-3 ժամն էլ ասում են երբ պետք է անցնի որ գնամ։ Հա, ես իմիջիալոց եմ մյուս ֆիլմերում այլ է, այդպես վերջերս ես նկարվեցի Գոր Կիրակոսյանի ֆիլմում, շատ լավ էլի կերպար է, շատ մեծ հաճույք ստացա էլի, որովհետև շատ լավ թիմ էր հավաքված եւ Գոր Կիրակոսյանին շատ եմ հարգում։ Իսկ մեր Մանյունյան Արման Մարությանի ֆիլմն է, Արմանին ես համարում եմ կարծես իմ շատ լավ ընկերն ու բարեկամը, շատ եմ սիրում Արմանին, շատ պրոֆեսիոնալ է աշխատում, պրոֆեսիոնալ, մանրակրկիտ եւ պատասխանատվություն ունեցող մարդ է, ամբողջ կազմը շատ մեծ կազմ է։
Մանյունյայի կազմը, ահավոր մեծ կազմը, եւ ինչ հանդարտ, հանգիստ ու իհարկե ներքին խստությամբ տանում է այդ ամբողջ process-ը, ինչ շատ է դուր գալիս նրա աշխատանքը։ Լավ մարդկանց հետ ենք աշխատել մենք։ Ավելի շատ արդյունքն եք սիրում թե այս process-ը։ Ես արդյունքը վախենում եմ նայելուց։ Միշտ քննադատում եմ, երբ որ ես ինքս ինձ նայում եմ։ Ես չեմ սիրում այդքան շատ ինձ նայել։ Այդ process-ը սիրում եմ եւ կարծես թե լավ եմ զգում, բայց հանկարծ չնայեմ, որ հանկարծ նայեմ, կարող եմ հանկարծ ինչ-որ բաներ տեսնեմ ու շատ պատասխանեմ ինձ, թե ինչու եմ այդպես արել կամ ինչու էսպես չեմ արել։ Իսկ ձեզ ավելի դրամատիկական դերերն են հոգեհարազատ թե հումորային։ Ես ես ասեմ, իմ կյանքում, չգիտեմ, դա իմ էությունից է գալիս, թե ռեժիսորներից է գալիս, թե չգիտեմ ինչից, իմ մոտ ինքան բազմազան են կերպարները, որ նույնիսկ ես թող ինձ շատ չքննադատեմ, բայց ես ուզում եմ ինձ գովեմ այդ տեսակետից, որ շատ ահավոր բազմազան են, շատ կտրուկ են, այսինքն ես կարող եմ խաղալ, ընդհանրենք Արագեղեցիկ Շամիրամ, կամ խաղամ Աշնանարև աղուն, կամ խաղամ հիմա խաղում եմ Արծվաբույնը, ամայի կերպարը, մի հոյակապ կերպարը, որը ողբերգություն է իսկապես, այդ բոլոր դրամատիկ կերպարների կողքին կամ Լեդի Մակբեթ խաղամ եւ կողքին խաղամ ես այնքան թեթև կոմեդիա, ես կոմեդիայում շատ ավելի բան եմ զգում, դրամատիկը իմ ներքին կերպարն է, ճիշտ կերպարն է, բայց կոմեդիան, որը ասում են շատ բարդ է, ինձ մոտ շատ մի տեսակ թեթև է, հեշտ է ստացվում, կոմեդիան հեշտ է ստացվում, ես Նարեկ Դուրյանի մոտ հիմա խաղում եմ 2 ներկայացումներ կոմեդիաներ, իմ Զոքանջը եւ բայց ինչ եմ ասում, Քշիգն է ներկայացումը, Զոքանջի կերպար, սենց, եւ խաղում եմ Անտիկվար Լեռնիկը, էլի շատ հոյակապ կերպար է, այսինքն շատ տարբեր են իմ կերպարները։ Կերպարները շատ տարբեր են, բայց միշտ լինում է մի կերպար, որը լինում է կյանքի կերպարը, հա, որը միշտ կա ձեր կյանքում։ Ես դեռ չեմ խաղացել։ Չեք խաղացել։ Երազում եմ։ Որն է դա։ Ունեք թե դեռ մտածում։ Ինքան շատ եմ ասել, որ ամաչում եմ։ Ոչինչ, մի հատ էլ ասեք։ Ուրեմն հիմա ես երազում էի, ուրեմն ծառերը կանգնած են Մանուկ Կասոնայի, խաղացել են երիտասարդ տարիներին ես ու ամուսինս որպես սիրահար զույգ, իսկ այդ տարիներին երազում էի խաղալ տատիկի կերպարը։ Ծառերը կանգնած են Մանուկ տատիկի կերպարը, եւ իմ երազանքը կատարեց ամուսինս բեմադրեց, եւ ես հիմա խաղում եմ տատիկի կերպարը, որին այդքան ցկտել էի եւ հաճույք եմ ստանում խաղալուց։ Իսկ հիմա ունեմ եւս մի երազանք, որն է, որը շատ երկար տարիներ դեռ չի կատարվում, պատճառաբանելով որ իբրև թե թանկ ներկայացում է, բայց դա հիմա այս ժամանակաշրջանում, այս ժամանակակից կյանքում թանկ բեմ չի լինում։ Նրանք կարող են ստանալ լուսային էֆեկտներով, վարակույրներով, պալատներ։ Դա Լյուդմիլա Ռազումովսկայայի «Моя сестра и пленница», իմ քույրը եւ իմ ստրկուհին։ Այսինքն Մարիա Ստյուարտն է, բայց Լյուդմիլա Ռազումովսկայի վերսիան է։ Դա Մարիա Ստյուարտն է եւ Ելիզավետ Թագուին։ Ես ուզում եմ խաղալ այդ Ելիզավեթը եւ դրանից հետո եթե ոչինչ էլ չխաղամ, ես դժգոհ չեմ լինի։ Իսկ տենց հնարավոր է, որ երբեք ոչինչ չխաղաք։ Մտածել եք այդ մասին։ Հա, գալիս է պահ, որ արդեն, գիտեք, տարիք է երևի, չգիտեմ, ես ինձ այդքան տարիքով չեմ համարում, որտեղ իմ ներսը շատ մանուկ է, բայց իմ թիվը բարձր է, այսինքն տարիք կա, թվային տարիք կա, որտեղ արդեն կարծես թե ես մտովի ստոպ եմ ուզում տամ։ Այսինքն ամեն դեր չեմ ուզում խաղալ չեմ ուզում այդքան։ Ես ուզում եմ խաղալ այն, ինչ որ իմ տարիքին համապատասխանը։ Այսինքն, եթե չեմ սխալվում, մոտ 40-45 տարիքի։ Չէ, ես կարող եմ 25 տարեկաներ խաղամ, հարցը դա չի։ Մաքսիմում ես ասեցի թիվը։ Մաքսիմում ես ասում։ Չէ, բայց ես երազում եմ այդ կերպարն էլ խաղամ, դրանից հետո կխաղամ, թե չեմ խաղա, այլևս այդքան կարևոր չի, որտեղ ուրիշ երազանք կերպար չունեմ, որովհետև շատ լավ կերպարներ եմ խաղացել։ Շատ։ Դուք նշեցիք կերպարը, որը կուզեք խաղալ, ինձ հետաքրքիր է, քանի որ կանանց մեկամսյակն է, եւ դուք ինձ համար մարդ եք, ով հաջողել է եւ կյանքում եւ կարիերայում, ինչն է ձեզ համար կյանքում կարեւոր եղել, որին հասել եք, կամ հիմա դեռ նպատակներում կա, որ պետք է նոր գա։
Մտածեմ ասեմ, թե մի անգամից ասեմ։ Մի անգամից ասեմ։ Ուրեմն դուք հարցրեցիք ինչն է կատարվել Կյանքում։ երազանքներից։ Իմ երազանքներից մինչալուց երիտասարդ հասակից երազել եմ ունենալ կայուն ընտանիք։ Կայուն ընտանիք, ունենալ ենթադրենք դեռ երիտասարդ հասակում, ես հիշում եմ Թատերական ինստիտուտում դասի ժամանակ միշտ երբ որ լեկցիաներ էի լսում նկարում էի ու հանկարծ միշտ նկարում էի գեղեցիկ աղջիկներ ոչ զարմանում էի ինչի եմ ձեռքը գնում այդքան սիրուն նկարել աղջիկներին չէ որ ես այդ սիրունը չեմ ոնց եմ տենց սիրուն ուզում նկարեմ ու փորձեցի աչքերս փակ նկարել աչքերս փակ նկարեցի ավելի սիրուն ստացվեց ու զարմանում եմ ես որտեղից ու հետո ես հասկացա, որ ամուսնացա, ունեցա 3 աղջիկներ, 3-ներ շատ սիրուն են, ինձ հետ կապ չունի։ Իրանց եք նկարել։ Շատ, իրանց եմ նկարել։ Ու տենց երազում էի ունենալ զավակներ, թոռնիկներ, կայուն ամուր ընտանիք։ Եվ հիմա փառք Աստծո, թող շատ չամարի Աստված ունեմ այդ ընտանիքը, ունեմ 3 աղջիկ, 7 թոռ եւ 2 ծոռ։ Իսկ ճիշտ է որ թոռնիկները ավելի քաղցր են, քան երեխաները։ Եվ հետո կարող եմ ծոռնիկների համար էլ հարցնել հիմա ձեզ։ Երևի իմ աղջիկները ձեզ ճիշտ պատասխանեին, բայց ես իրանց փոխարեն ասեմ, որ ես իմ թոռնիկներին չեմ ընդունում որպես թոռնիկներ, կարծես դրանք էլ են իմը։ Ես իրանց հետ էլ նույն ձևի, ինչպես իմ աղջիկների հետ եմ եղել, եւ խիստ եմ, եւ շատ սիրող եմ, եւ շատ փափուկ եմ, եւ շատ կատակասեր եմ, իրենց հետ հավասար կարող եմ մանկական խաղեր խաղալ ու հրճվել, կարող եմ նրանց սիրել ոնց որ իմ աղջիկներին, կարող եմ ես նրանց նկատողություն անել ինչպես իմ աղջիկներին։ Տիկին Ջուլիա, մենք հաճախ հենց մեր ֆավորիտ, հա, դերասաններին, դերասանուհիներին միշտ կերպարային ընդգծում եւ կառուցում ենք նրանց կերպարը դատելով ֆիլմերից, իրենց խաղացած դերերից, բայց դերասանը ունի իր անձնական կյանքը, որը լի է, չգիտեմ, դժվարություններով, ուրախություններով, դուք ունեցել եք եւ ունեք շատ հետաքրքիր կյանք եւ ունեցել եք դժվարություն, որը հաղթահարել եք։ Պիտի խնդրեմ մի քիչ խորհուրդ տաք բոլոր այն կանանց, ովքեր կյանքում հանդիպում են մի դժվարության հետ, որ այդ պահին մտածում են, որ այլ երբեք այս դժվարությունը հնարավոր չի հաղթահարել, բայց յուրաքանչյուր դժվարություն առավելևս հայ կնոջ համար հաղթահարելի է։ Ես ինքս սիրում եմ, երբ որ հարց են տալիս, ես եւ պատասխանողը ուզում եմ մի քիչ մտածի, որ ճիշտ պատասխանի, բայց ես չգիտես ինչի շտապում եմ, չեմ ուզում մտածել։ Եվ հիմա ես ես ասեմ, այդ կանանց, ես ով եմ որ խորհուրդ տամ, խորհուրդ չեմ տալիս, բայց ինձ մի անգամ Լեհաստանի ունեմ մի հատ շատ լավ մտերիմ տերտեր, ընկեր, որին ասում են քշոնց, տերտեր, որը մեր շատ մտերիմ էր, եղան դժվար պահեր մեր կյանքում, Լեհաստանում սկզբից, եւ նա մեզ շատ մեծ թեգում կանգնեց ու ինչ ասեց մենք ունենք մի քանի լուծվող հարցեր որոնք չէի կարողանում ես ու ամուսինս չէին կարողանում ես այդտենց եմ ես էլի ես ու ամուսինս չէին կարողանում լուծել եւ նա ինչ ասեց քանի հարց ունեք բարձելու ասեմ մոտավորապես այսքան ասեց գրպանի ծթանի այդ հարցերը հենց հիմա հանի շարի սեղանին ու ասма հերթով այդ հարցի պատասխանը մտածի ու ստացի ինչպես կարելի է ստանալ էս եւ դու կգտնես այդ քո բոլոր հարցերի պատասխանը սրանից բխում է իմ ասելիքը նրանում որ ամեն մի կին պիտի լինի իմ կարծիքով պիտի լինի դատող մտածող, անպայման, համբերատար, չշտապի որոշումներ կայացնել։ Եվ դրանից բարձա պիտի լինի սեր ինքը իրա նկատմամբ եւ դիմացինի նկատմամբ, որպեսզի այդ հարցը լուծվի։ Եթե սեր չեղավ մեջը, սերը ես ընդհանուր հասկացողությամբ եմ ասում ընտանիքի սեր, երեխաների սեր, ամուսնու նկատմամբ սեր այդ սերը եթե եղավ հնարավոր բան չի հարցը չլուծվի եւ դրանից գալիս է արդեն կնոջ իմաստությունը պիտի լինես իմաստուն դաթարտաս քո նեղվածությանը քո կրքերին քո ներվերին դաթարտաս շատ սիրուն բան են ասում
հաշվի 0-ից մինչև 10 կամ 10-ից մինչև 0 լուծի հարցը։ Որոշում կայացրու։ Այո։ Մենք համոզված ենք, որ ինչպես հիանալի են ձեր բոլոր կերտած կերպարները, այնպես էլ հիանալի դուք պատրաստում եք խոհանոցում։ Դրա համար ուզում եմ ձեզ նվիրել Tramontina բրազիլական ընկերության կողմից ներկայացվող խոհանոցային փոքրիկ պարագա, որը մի թեթև կթեթևացնի ձեր հոգսը խոհանոցում։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ ձեզ նվիրել նաև Իջևանի գինու գործարանի կողմից ներկայացվող հատուկ կանանց համար ներկայացված Breeze փրփրուն ռոզե գինին, որը ես գիտեմ, որ կանանց մոտ մեծ մասսայականություն է վայելում հենց այս տեսակը, որովհետև շատ կանացի ու շատ գեղեցիկ է։ Սա ես համոզված եմ, որ կհավաքվեք ընտանիքում ձեր աղջիկների, թոռների հետ միասին եւ կնշեք մի շատ հետաքրքիր առիթ, որը միշտ լինում է ձեր կյանքում։ Շատ շնորհակալ եմ, շատ։ Եվ Տիկին Ջուլիա ջան, իհարկե, Իհարկե։ ուզում եմ ձեզ նվիրել նաև Lily's Flowers-ի կողմից։ Այս գեղեցիկ ծաղկեփունջ է, այնտեղ բոլոր ծաղկեփնջերն են շատ գեղեցիկ, յուրահատուկ եւ հետաքրքիր։ Եվ այստեղ ուզում եմ դնել մի քարտ արևբացիկ։ Այս քարտը ընդունեք ձեր աղջիկների կողմից ձեզ, որովհետև այս քարտի վրա ներառված են հայտնի տողեր, շատ սիրելի բանաստեղծի կողմից, Շիրազի կողմից։ Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծերնա, մեծերու անգին։ Ես վստահ եմ ձեր աղջիկները յուրաքանչյուր վարքյան այս մասին են խոսում, այնպես որ այս քարտը թող լրացնի կարևոր խոսքեր ու լրացնի այս գեղեցիկ ծաղկեփունջը, որը ձեզ համար է։ Շնորհավորում եմ ձեզ եւս մեկ անգամ այս տոնի հրաշալի տոնի կապակցությամբ։ Ես էլ բոլոր կանանց ձեզ շնորհավորում եմ համբերություն եւ ուժ ու մեծ սեր։ Շատ սեր, որ առավոտը մեզ հետ սկսեցիք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։ Դե հիմա էլ կարճ դադար ու հետո արդեն ամփոփենք ծրագիրը Սորա։ Ամփոփենք։ Ահա սիրելիներս մոտեցավ ավարտին մեր այսօրվա խոհանոցային այս ուտեստի պատրաստումը եւ արդեն պատրաստ ենք մատուցման։ Սիրելիներս շատ համեղ, հագեցնող եւ գեղեցիկ ուտեստ ենք այսօր պատրաստել ենք լազանիա, աղացած մսով, պանրով, սնկով, շատ համեղ ուտեստ։ Դուք էլ փորձեք այսօր պատրաստել այս համեղ ուտեստը եւ վայելել ընտանիքի անդամների հետ։ Եվ իհարկե մաղթում եմ, որպեսզի օրը լինի շատ արդյունավետ, շատ բարձր տրամադրությամբ, քանի որ կանանց մեկամսյակն էլ դեռ փորձեք ձեր յուրաքանչյուր օրը դարձնել շատ գեղեցիկ։ Տեսեք որքան գեղեցիկ հալուչել է մեր պանիրը եւ որքան ախորժաբեր տեսք ունի։ Այսպես, խնդրեմ։ Ձեզ բարի ախորժակ, լավ օր, բարձր տրամադրություն։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալություն Ադրինե, ես համոզված եմ շատ համեղ է, քիչ հետո արդեն բոլորս միասին կփորձենք եւ չմոռանանք, որ այս ամենը պետք է համեմել, իհարկե նաեւ շատ համեղ կոմպոտներով, որոնք ներկայացնում է Իջևանի գինու գործարանը եւ իհարկե այն գինիների լայն տեսականիով, որը նույնպես Իջևանի գինու գործարանի կողմից է հատկապես այսօր մենք մեր հյուրերին նվիրեցինք Breeze տեսակի ռոզե փրփրուն գինին, որը հատուկ հենց տոնական տրամադրություն հաղորդելու համար է։ Այնպես որ յուրաքանչյուր երեկոն վերածեք գեղեցիկ տոնի։ Իսկ առավոտները սկսեք կատնամթերք օգտագործելով, նաև մի մոռացեք պանիրների լայն տեսականի մասին, որ առաջարկում է Elola ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Elola-ի հետ միասին։ Արևի ջերմությունը եւ լուսավորությունը ավելի տեսանելի ու շոշափելի է դարձնում Solar Center ընկերությունը, տեղադրելով արևային համակարգեր եւ ապահովելով ընտանիքում սերը, ջերմությունը եւ լուսավորությունը։ 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, ցանկության դեպքում 3 ամիսները վճարում է հենց ինքը, այնպես որ 8106։ Շատ կարճ ու կարևոր համար, որտեղ կտրվեն յուրաքանչյուր հարցի պատասխանները։ Իսկ բրազիլական Tramontina ընկերությունը, որը հասանելի է ամբողջ աշխարհում եւ իր բարձր որակի համար հայտնի ամենուր, հասանելի է նաեւ հայ սպառողի համար։ Կարող եք գտնել լավագույն սուպերմարկետներում, քանի որ իրենց տեսականու հետ ուտեստ պատրաստելը շատ հաճելի եւ հարմարավետ է։ Այսօր մեր բոլոր հյուրերին իհարկե մենք սիրով նվիրեցին գեղեցիկ ծաղկեփնջեր, որը ներկայացնում է Lily's Flowers-ը։ Սոնա այս գեղեցիկ ծաղկեփունջը, որ այստեղ է մեր տաղավարում, այս զանազան գույներով ու ծաղիկներով ուզում նվիրել քեզ եւ մաղթել, որպեսզի միշտ ես այդպես ժպտերես դրական ու շատ լավը, որը դու կաս միշտ, այնպես որ թող այս ծաղկեփունջը պարզապես ընդգծի այն ամենը, ինչը որ արդեն դու ներկայացնում ես, այնպես որ ուզում եմ օգտվելով արդից եւս մեկ անգամ շնորհավորել գեղեցիկ Սերենեստոնի կապակցությամբ եւ նշել, որ միանշանակ ծաղիկները լավագույն նվերն են եւ ծաղիկները ներկայացնում են Lily's Flowers-ը, որտեղ շատ կարեւոր է ընդգծումը եւ իհարկե այն բոլոր նրբությունները,
ողջույնները, որոնք ներկայանում են։ Ասեմ, որ հասցեն բավականին հասանելի է Մովսես Խորենացի 95/3 եւ Խորենացի 205/2։ Գործում է նաեւ առաքում, իսկ հեռախոսահամարն է 096 651 651 պարզ, հեշտ հասանելի, բայց շատ գեղեցիկ։ Lily's Flowers ծաղիկները կխոսեն ձեր փոխարեն։ Եվ ուզում ենք նաեւ շնորհակալությունս հայտնել Beauty by Ջուլհակյանին, որտեղ իհարկե պատրաստ են բոլոր բարբերները կարգի բերել ձեր տեսքը հատուկ գեղեցիկ սեռի համար։ Հատուկ ողջույններս Հարութին Ջուլհակյան եւ Նարեին։ Այո, իսկ աղջիկները եւ կանայք կարող են իրենց հատուկ առիթները վստահել Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Իսկ ոճային եւ տարբերվող կարելի է լինել Daphne խանութսրահի հետ միասին։ Daphne-ն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33 երկու խանութսրահներում էլ ներկայացված է ամբողջ նոր գարնանային տեսականին։ Այցելեք եւ ընդգծեք ձեր ոճը Daphne-ի հետ միասին։ Իհարկե խոսքերը շատ կարևոր են, որովհետև այսօր մեր հյուրերի ժպիտից նաև հասկացանք, թե ինչքան մեծ տեղ են գրավում ասված յուրաքանչյուր բառը։ Թող արև քարծում ներառված բոլոր տողերն ու բառերը լինեն կարևոր ձեր սիրելի եւ հարազատների համար, որովհետև հենց այս տոներին ընդառաջ արև քարծը ունի հատուկ նախատեսված այս գեղեցիկ տոնի հետ կապված տողեր, որոնք արդեն հասանելի են յուրաքանչյուրին։ Հարցրեք բոլոր քարծերը, իհարկե Kaiser սուպերմարկետում եւ քաղաքավելի Ծաղկաշատ եւ քաղցր վայրերում։ Մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք ձեզ շատ ենք սիրում եւ մաղթում ենք շատ տոնական ու պրոդուկտիվ շաբաթ ու վերջում չենք մոռանում, որ այս ամենը Սոնա, մինչև անցնելը դրան, ես մի բան եմ խոստացել մեր եթերից, որովհետեւ ուզում եմ նաեւ հաղորդումն ավարտենք այսօր հետեւյալ տողերով, որտեղ խոստացել եմ մայրիկիս, որ անպայման այս տողերը այսօր եթերից պիտի նվիրեմ իրեն, արտահայտելով իմ մեծ սերը եւ բոլոր մայրերին եմ ուղղում այս տողերը, որոնք արդեն նշել ենք ներառված են քարտերի վրա։ Մորը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծերն եմ, մեծերու անգին։ Արև աչքերի լույսն են թափել լուսնյակ դառնալով որդո ծորոցքին։ Եվ հիմա քիչ է թե աչքերս տամ, թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս, ախ մայր եկելուց ինչպես կշտանամ։ Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։ Բոլոր մայրերին ի սրտե շնորհավորում ենք։ Եւ վերջում։ Այո, այս ամենը պատրաստված էր սիրով։